իրականացնում է նաև միակ կին աղբատարկյալ Լիլիա Մակաշյանը, ով արդեն 5 ամիս է գտնվում է ախտանության մեջ, սա ինչ Գիտեք, սա ըստ էության բացատրություն չունի նորմալ տրամաբանության մեջ։ Հայ ժողովուրդը Հայաստան երկիրը 1918 թվականին աշխարհի այն առաջին երկիրն էր, որ խորհրդարանի կազմում ունեցավ 3 կին պատգամավոր։ Հայաստանի Հանրապետությունը այն առաջին երկիրն էր, որ ունեցավ առաջին կին դեսպանը Ճապոնիայում ինքնության։ Եվ դա այն ժամանակ, երբ եվրոպական երկրներում կանայք պայքարում էին սուֆրաժիստական պայքարով ընտրելու իրավունքի համար, ոչ թե ընտրելու։ Եվ ուղիղ 100 տարի հետո 2010 թվականին այս ապիկար իշխանությունները եկան իշխանության եւ աբսուրդը սկսվեց։ Եվ այսօր մենք այն երկիրը, որ ուներ կին պատգամավոր աշխարհում առաջին երկրում, հիմա այսօր ունի առաջին կին աղբանտարկյալը, հասկանում եք, սրանք որևէ լավ բան անել չեն կարող, բայց վատը ամեն օր ընթացքով անում են։ Ինչի համար է բանտարկված Լիլիա Մակաշյանը, որովհետև նա խոսել է իր հայրենիքի մասին, իր հայրենիքի փրկության մասին, որովհետև նա արտահայտել է մտքեր, որոնք այս իշխանությունների սրտում չեն եղել։ Եվ ընդհանրապես կին աղբանտարկյալ ունենալ այսօր խայտառակություն է եւ խայտառակություն է նաեւ մի ուրիշ բան, որ այս իշխանությունները, ովքեր գնում էին Եվրոպական միություն, ԵՄ էին գնում եւ իրենք նույնիսկ օրենք ընդունեցին, որ սկսում են ԵՄ գնալու գործընթացի մեկնարկը, այդ մեկնարկը իրենք սկսեցին կին աղբանտարկյան ունենալով, հասկանում եք, ուր են այդ Եվրոմիության երկրների ներկայացուցիչները, չէ՞ որ Հայաստանում բազմաթիվ երկրների դեսպաններ կան, միթե նրանք չեն տեսնում այդ ամենը, միթե նրանք չեն տեսնում, որ այսօր մարդը, ինքը եւ ընդհանրապես մեր այս քաղաքացիները բանտարկված են միայն իրենց կարծիքը արտահայտելու համար, ձայնի իրավունքը օգտագործելու համար, սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում, սա ոչ այլ ինչ է, քան աղբանտարկյալ լինել եւ քանի դեռ ԵՄ-ի եվրոպական երկրների ներկայացուցիչները չեն դատապարտել այս ամենը, ուրեմն մենք իրավունք չունենք հավատալու եւ հույս դնելու կամ որևէ կերպ սպասելու, որ այդ երկրները մեզ որևէ հարցում աջակցություն են ցույց տալի։ Սուտ է ամեն ինչ։ Եվ դրա համար մենք ինքներս պետք է պայքարենք, մենք պետք է ոտքի կանգնենք եւ ազատ արձակենք, պայքարենք ազատության հասցնելու մեր քաղաքացիներին, մեր հայրենակիցներին, ովքեր աղբանտարկյալի կարգավիճակով այսօր այստեղ են եւ միաժամանակ նաեւ մենք պետք է պայքարենք, որ ազատ արձակվեն նաեւ Բաքվում մեր ռազմաքաղաքական ղեկավարները, որոնք այսօր արդեն երկար ժամանակ է որ այնտեղ են եւ այս ամենի համար սիրելի հայրենակիցներ, մենք ուրիշ տարբերակ չունենք քան ազատվելու այս իշխանություններից եւ մեկ ուրիշ աբսուրդ եւս կուզեի ասել Հայաստանում առաջին անգամ կին դատախազ ունենք եւ կին դատախազի օրոք մենք ունենք աշխարհում առաջին կին աղբանտարկյալը աբսուրդները այս իշխանության օրոք շատ են եւ մենք ոչ թե պետք է գանք եւ արձանագրենք այդ աբսուրդները, այլ գանք եւ պայքարենք, որպեսզի ազատվենք այս իշխանություններից, ազատենք մեր երկիրը այս մարտահրավերներից եւ սկսենք կամաց ոտքի կանգնել ու ձեռք բերել այն կորցրածը, որ սրանց օրոք մենք հասել ենք եւ դա մենք անելու ենք եւ դա համոզված եմ մեր ժողովուրդը անպայման անելու է